Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ում կուզես զանգի ու ինչ ուզում ես ասա էլ կա։ Ես քեզ չեմ խանգարի։ Դու հորդ համար արդարություն ես փնտրում, բայց ես էլ չեմ կարող իմ հորից հրաժարվեմ։ Արման, քո պապային ուշ թե շուտ բռնելու են։ Իմ ասած ընդհանրապես չի նշանակում, որ դու պիտի քո հորից հրաժարվես, ուղղակի ուզում եմ քեզ փրկես։ Ես իմ կաշին փրկելու համար հաստատ հորս չեմ մատնի։ Ինչ ուզում ես մտածի։ Կարաս մտածես, որ վատն եմ, կարաս մտածես, որ հորս հանցակիցն եմ, կարաս հիասթափվես ինձնից։ Բայց ես իրանից չեմ հրաժարվի։ Դու քո հոր համար ես արդարություն ուզում, ես էլ իմ հորն եմ ուզում փրկեմ։ Ստեղ ուրիշ տարբերակ չկա։ Ես չեմ կարող զանգել։ Ես էլ։ Խնդրում եմ Արման քեզ։ Ես քեզ շատ եմ խնդրում։ Արման, խնդրում եմ քեզ, դու չես պատկերացնի իմ հետ հիմա ուղղակի ինչ ա կատարվում։ Պատկերացնում եմ։ Ու շատ ավելի լավ եմ պատկերացնում, քան կարա պատկերացնի որևէ մեկը։ Որովհետև իմ հետ էլ է նույն բանը կատարվում։ Պապ։ Պապ։ Ոստիկանությունից են անհանգստացնում։ Դու պիտի այս համարը արդեն անկիր իմանայիր։ Ասեք լսում եմ։ Շտաբ ներկայացի բաժին, ու ինչքան շուտ այդքան լավ։ Հասկացա։ Լսում եմ։ Պարոն Նոհանյան մեկն եկել է, ասում է պիտի ձեզ տեսնի, միսակի սպանության գործով։ Ներսը լավի։ Լավ։ Կարիք։ Ես ինչ զուգադիպություն էր, ես էլ քեզ բերման ենթարկելու թղթերն էի պատրաստում։ Ես արդեն ստեղ եմ, եկել եմ, որ խոստով անեմ։ Լավ ա, որ ինքնակամ ես եկել, նստի։
Ռեբեկա Սարան եկավ տուն։ Ինքը իրան լավ չէր զգում, դրա համար չկարացանք նորմալ խոսենք, բայց մի բանի համար հանգիստ եմ։ Հետևից եկա, տեսա, որ տուն ա մտնում։ Խնդրում եմ քեզ հանկարծ օրելի լավ չզգա իրան կամ տնից դուրս գա, ինձ տեղյակ պահի։ Լավ, Գոր, շնորհակալ եմ։ Սար։ Կներես Ռեբեկա, չեմ ուզում քեզ նեղացնել, բայց ուզում եմ մենակ մնալ։ Լավ։ Սար, սպասի։ Շնորհակալ եմ, որ եկար։ Ես չգիտեմ կմնամ թե չէ։ Բայց ամեն դեպքում եկար, չէ՞։ Հա, Կոպյան ջան։ Հա, այսօր ես եմ երթապա։ Լավ, կապով, Կոպյան ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Անունս Արման է։ Ինձ Քննիչ Օհանյանն էր զանգել, ասաց, որ պետք է մոտը մտնեմ։ Հիմա մոտը մարդ կա, մի քիչ սպաս։ Լավ։ Ուր ես կորել, պապա։ Ինչ խնդիրներ ես ունեցել Միսակի հետ։ Սպանության պատճառը ինչ ա եղել։ Ուղղակի լեզվակռիվ ա եղել։ Երկուսս էլ տաքացած էինք ու խոսակցության ժամանակ ես չեմ զգացել, թե ինչ ուժով եմ խփել։ Միսակը ընկել ու գլուխն ա վնասել։ Դիտավորյալ չեմ արել, բայց նես չի, որ արածս արդարացնում եմ։ Նախկինում էլ դատվածություն ես ունեցել, ու էլի սպանության համար։ Բերդում կռիվ ես սարքել, սրոկդ երկարացրել ես։ Ու հիմա ինչ ա ստացվում, էլի սպանություն ու մահվան ելքով։ Վիճակդ հեչ լավ չի Գարիկ։ Գիտեմ, բայց ես իմ արածներից չեմ փախնում։ Չէիր փախնի, եթե սպանության օրը ներկայանայր ոստիկանությունը։ Դեպքի վայրում մեծ գումար ա հայտնաբերվել։ Էդ ինչ գումար ա։ Ես չգիտեմ։ Չգիտես։ Հաստատ։ Հա։ Դե եթե չգիտես, ուրեմն չես իմանա, որ այդ գումարը տղուտ հաշվից ա կանխիկացվել։ Չեմ հասկանում Արմանը ինչ կապ ունի։ Մենք Միսակի դեպքի մասին ենք խոսում։ Այդ օրը Միսակի հետ մենակ ես եմ եղել։ Իսկ Արմանը ստեղ բաժնում էր։ Այո, Արմանը մեզ մոտ էր այդ օրը, բայց դա չի նշանակում, որ կապ չունի։ Պարզ ա, որ ուղղակի չի մասնակցել սպանությանը, բայց անուղղակի կարա կապ ունենա։ Ես նորից եմ ասում, Արմանը կապ չունի։ Մենք բոլոր հաշիվները ստուգել ենք, բոլոր մուտքերն ու ելքերը, շուտով կիմանանք ով ա փոխանցել այդ գումարը։ Փաստն է, որ Միսակի դիակի կողքին հայտնված գումարը Արմանի հաշվից է կանխիկացվել։ Ինչ կասես։ Ինձ փաստաբան ա պետք։ Ես առանց փաստաբանի ոչ մի բան չեմ ասի։
Այդ մեկը ճիշտ ես ասում։ Քեզ փաստաբան է պետք։ Սիմոնյան ներս արի։ Տարեք մեկուսարան։ Արման, ինչ ես անում ստեղ։ Առաջին անգամա, որ ընթրիքի ժամին ոչ ոք չկա։ Նույնիսկ հաց ուտելու ախորժակ չկա։ Երանի մեր միակ պրոբլեմը դա լիներ։ Երանի մի քիչ ուշ գային, թող բնականon ռիթմը մի փոքր խախտվեր, բայց այսքան անջատված ու պառակտված չլինեինք։ Սարան տանն, հա? Հա, ննջարանում եմ։ Ես գնամ խոսելու։ Չէ, Էլկա դու ուր էիր։ Ես գնացել էի Արմանի մոտ։ Հա։ Ես գնացել էի, որ խոսեինք, բայց Ալո, Պարոն Սարոյան, Միսակի գործով նորություն կա։ ինչ նորություն։ Այսօր Գարիկն ա եկել բաժին ու խոստովանեց, որ ինքն ա սպանել Միսակին։ Իրոք։ Հա, ասաց, որ ինքն ա սպանել։ Ես ձեզ խոստացել էի, որ նորություն լինի, առաջինը ձեզ կասեմ, դրա համար եմ զանգել։ Շնորհակալ եմ։ Հա, Արմանին էլ պիտի կանչենք հարցաքննության։ Սա ձեզ ներքին կարգով եմ ասում, որոշ հանգամանքներ հաշվի առնելով։ Ու մեծ հավանականություն կա, որ իր դեմ էլ գործ կհարուցվի։ Մի րոպե չհասկացա, ինչի է որ։ Այս գործը Միսակի սպանությամբ չի սահմանափակվում։ Դեպքի վայրում մեծ գումար են հայտնաբերել։ Այդ գումարը Արմանի հաշվից է կանխիկացվել։ Ամենայն հավանականությամբ գողացած գումարը ու ուղիղ կապ ունի Միսակի սպանության հետ։ Դեռ չենք բարձել գումարի սկզբնաղբյուրը։ Շատ հարցեր կան չբարձած, բայց ժամանակի հարցը ամեն ինչ կբարձենք։ Արմանին արդեն քննել են։ Դեռ ոչ, պարոն Սարոյան, ես ձեզ այսքան ասելու իրավունք չունեի, սա բացառության կարգով։ Գիտեմ ու շնորհակալ եմ վստահության համար։ Ուրեմն այսպես, եթե փաստաբանի կարիք զգացվի, ես անպայման իմ փաստաբանին կուղարկեմ Արմանի շահերը պաշտպանելու համար։ Հա, ձեր իրավունքն է։ Պապի, Արմանի ինչին է պետք փաստաբանը։ Գարիկը ինքնախոստովանականի ցուցմունք է տվել։ Հա, այդ հասկացա։ Բայց եթե Գարիկը ցուցմունք է տվել, արդեն խոստովանել է, Արմանն ինչ կապ ունի, Արմանից ինչ են ուզում։ Չգիտեմ, էլ կա։ Չգիտեմ, առայժմ ոչինչ ավելին ասել չեմ կարող։ Գուցեև ինչ-որ կապ ունի ու չի բացառվում, որ Արմանի դեմ էլ ինչ-որ բան ունենան։ Այսինքն ես պիտի գնամ տպարան։ Պապի, այս պահին ինչ տպարան։ Դու դա չես հասկանա։ ես ճիշտ հասկացա, որ գողության համար են Արմանին կանչել։ Ամեն ինչ փոխկապակցված է, բայց ավելին ասել իսկապես չեմ կարող, որովհետև ոչինչ չգիտեմ։ Սպասել է պետք։ Ռեբեկա, ինչ գողություն։ Տպարանի։ Ինչքան հասկացա, գումար են գտել ու դուրս են եկել Արմանի հետքի վրա։
Կարծում եմ հասկանում ես ինչ է հնարում քեզ կանչել։ Նստի։ Հայրդ խոստովանեց, որ ինքն է սպանել Միսակին։ Այդ մասով քեզ հարց չունեմ։ Դու ինձ ասա ինչի համար ես կանխիկացրել գումարը։ Ու քեզ որտեղից տենց մեծ գումար։ Անգամ Սարոյանի վարորդի աշխատավարձը չի բավարարում նման գումար խնայելու համար։ Այդ գումարը քեզ փոխանցել են մի հաշվի համարից, որը հիմա գոյություն չունի։ Ժամանակի հարց է, կիմանանք ով է փոխանցել։ Բայց լավ կլինի դու պատմես։ Ասես դա ինչ գումար է, ինչի համար են փոխանցել, ինչ նպատակով։ Մի բան անել է պետք, որ ամեն ինչ չբարդվի, խեղճ Արմանի գլխին, չի պատասխանում։ Գայանե։ Տեսնում եմ, պարոն Սարոյան։ Տես ինչ ես անում, գտնում ես անմիջապես փաստաբանից, ասում ես թող ամեն գործ թողնի մի կողմ ու անմիջապես գա ինձ մոտ։ Լավ։ Լավ։ Ասում են, որ պապայի մոտ մեծ գումար է եղել։ Ու եթե սպանողը Գարիկն է, նշանակում է, որ հենց այդ գողոնն է եղել մոտը։ Հա, բայց Արմանը ինչ կապ ունի։ Ինքը չի էլ իմացել, որ իր հաշվին գումար են նստացրել։ Այդ ինքն է քեզ տենց ասել։ Հա։ Արմանը ինձ շուտվանից ասել այդ գումարի պատմության մասին ու ես գիտեմ, որ ինքը ամեն ինչ անում էր, որ այդ գումարը հետ վերադարձնեն։ Էլկա, իսկ դու հավատում ես Արմանին։ Իհարկե հավատում եմ, Ռեբեկա, այդ ինչ հարց է։ Բնականաբար հավատում եմ։ Ռեբեկա, Արմանը շատ ազնիվ մարդ է։ Ինքը շատ արդար մարդ է։ Ու ինքը իր ազնիվ լինելու պատճառով էլ միշտ այսպիսի պատմությունների մեջ հանգնում։ Ինքը ինձ երբեք չի խաբել։ Ուղղակի ինձ թվում է, որ պապայի սպանության ու այդ գումարի մեջտեղում ինչ-որ մի բան կա։ Ինչ-որ մի բան, որ Արմանը գիտի ու լռում է։ Այսինքն։ Նայել կա։ Մենք գիտեինք, չէ, պապան ինչ արել, բայց լռեցինք, ոչ մի բան չասեցինք, որովհետև ամեն դեպքում ինքը մեր հայրն էր։ Հիմա ես չեմ ասում, որ Արմանը դիտավորյալ ինչ-որ բան է արել, բայց հնարավոր է, որ ինքն էլ իր հորն է պաշտպանել։ Ասում ես, որ ամենադաժան բանն անգամ ասել է քեզ։ Բայց այդ դեպքում ես չեմ կարողանում հասկանալ ոնց է, որ ինքը տեսել է պապայի դիակը ու լռել է։ Հասկանում եմ, հնարավոր է մարդը վախեցել է, բայց միևնույն է ինձ թվում է այդ սպանության ու գումարի մեջտեղում էլի ինչ-որ բան կա, որ Արմանը գիտի, բայց չի ասում։ Ու ես վախենում եմ անգամ մտածել, թե ինչ կարա պարզվի հարցաքննությունից հետո։ Իսկ կարող է դու ինչ-որ բան գիտես ու ինձ չես ասում։ Եթե գիտես, ուրեմն ասա։ Իսկ եթե ոչ մի բան չգիտես, անիմաստ մի շահարկի Արմանի անունը։ Ես ուղղակի կասկածեցի ելկա, որովհետև ամեն ինչ այնքան խճճված է, ու հավատա երեխաները իրանց ծնողների համար իրանց կամքին հակառակ հնարավոր է ինչ-որ բաներ անեն։ Ռեբեկա, ինձնից շատ Արմանին ոչ մեկ չի մեղադրել լռելու համար։ Բայց Արմանը ազնիվ մարդ է, ինքը արդար է։ Արմանը հաստատ ինձ չէր խաբի։ Գիտես, ես տեսել եմ, որ ինքը իր հոր հետ վատ հարաբերությունների մեջ էր։
Ինչքան էլ նեղացած լինեմ իրանից հոգուս մեղք չեմ առնի։ Ես ուղակի կասկածներս բարձրաձայնեցի ելկա։ Վերջի վերջո հարցաքննությունը կվերջանա շուտով ու ամեն ինչ պարզ կլինի։ Մի նեղացի ինձանից։ Ելկա։ Էլի լռում ես։ Դու կարող ես անդադար լռել, դրանը ոչ քեզ կօգնես, ոչ էլ հորդ։ Լավ կլինի ամեն ինչ պատմես։ Ինչ նպատակով ես կանխիկացրել գումարը։ Ով է քեզ փոխանցել այդ գումարը։ Ինչ կապ ունի այդ գումարը Միսակի սպանության հետ։ Եթե չասես, միևնույն է, իմանալու ենք, ասա, որ վիճակդ մեղմացնես։ Չես ուզում ասես։ Որոշումը քոնն է։ Էլի մաս չկա լռելու։ Այդ գումարը իմ հաշվին փոխանցվել է Սարոյանի տպարանից։ Գողացված գումարը։ Դու ես գողացել։ Ես չեմ գողացել։ Բայց իմացել եմ այդ ամեն ինչի մասին ու լռել եմ։ Հիմա էլ իմաստ չկա չխոսելու։ Ինչ որ կա ձեզ կասեմ։ Ու կասեմ ոչ թե այն պատճառով, որ ոնց որ ասացիք իմ վիճակը թեթևացնեմ, այլ նրա համար, որ այս պատմությունից էլ ինչ որ մարդիկ չտուժեն։ Այս պատմությունը ավելի խառն է, քան ես պատկերացնում էի։ Սկզբից սկսենք։ Ամեն ինչ նորմալ է, Ռեբեկա։ Հիմար բաներ ասեցի։ Անիմաստ կասկածներ էին։ Երբ որ ես ու Արմանը փախնում էինք, ինքը ասաց, որ ինչ-որ գործեր ունի, բայց չասաց ինչ գործ։ Հիմա ամեն ինչ իրար եմ կապում ու հասկանում եմ։ Հասկանում եմ, որ ինքը ուղղակի ուզում էր վստահ լինել, որ մեր գնալուց հետո բացահայտված է լինելու ամեն ինչ։ Ռեբեկա, Արմանին շատ էր տանջում այն միտքը, որ Վահեի անունը շոշափվում այս պատմության մեջ։ Ես Արմանի հետ կռվում եմ։ Նեղանում եմ։ Ասում եմ, որ այս անգամ էլ արդար լինի, բայց մենք էլ արդար չեղանք, չէ՞։ Ինչի է հեշտ մարդուն մեղադրել, երբ որ ինքը ճիշտն անելու փոխարեն գիտակցված սխալն անում։ Բայց երբ որ այդ նույն սխալը մենք ենք անում, այդ անգամ էլ ենք մեղադրում։ Բայց այդ անգամ արդեն մեղադրում ենք մնացածին։ Մեղադրում ենք, որ մեզ չհասկացան։ Ինչի պիտի մեզ հասկանան, իսկ մենք ոչ մեկի դրության մեջ չմտնենք։ Որովհետև ամեն մեկս կարծում ենք, որ մեր ցավը ամենաուժեղն է։ Համ նեղացել եմ Արմանից, համ էլ սերս կրկնապատկվել է։ Իրա պապան իրա համար լավ պապա չի եղել։ Ինքը տենց գունավոր մանկություն չի ունեցել, ոնց որ մենք, բայց իրա պապային մենակ չթողեց։ Մեր պապան մի հատ սխալ արեց, իրան դեմ դուրս եկանք։ Մեր պապայի հետ չէինք խոսում։ Ինքը փոքր ժամանակ չի էլ ճանաչել իր հորը։ Բայց ամենածանր սխալի ժամանակ կողքը կանգնած պաշտպանում է։ Մենակ չի թողում իրան։ Դու Արմանին շատ ես սիրում։ Շատ։
Ստացվում է կազմակերպված կողոպուտ է տեղի ունեցել։ Սարոյանը իմացել է այդ մասին ու չի հաղորդել ոստիկանություն։ Լավ, ինչի համար ես գնացել, ինչ էր ուզում ստուգել։ Հերս ու Միսակը իրար հետ հին հաշիվներ են ունեցել։ Հերս Միսակից փող է պահանջել, իսկ Միսակը այդ փողը գողացել է տպարանից։ Հետո նստացրել են իմ հաշվին։ Սկզբում ես դրա մասին չեմ իմացել, բայց հետո որ իմացել եմ, լռել եմ։ Գնացել էի Միսակի մոտ, որովհետև ուզում էի ստուգել արդյոք այդ փողը հետ են տարել ու դրել են տեղը, թե ոչ։ Ուզում էի անձամբ ստուգեի, որովհետև ես ի սկզբանե դեմ եմ եղել այդ գողությանը, որովհետև այդ փողերի կարիքը ոչ ես ունեմ, ոչ էլ հերս։ Կարիքը չունեիք, բայց այդ մարդուն դրդել եք գողությանը։ Այդ մարդը երեխա չի։ Ասում ես, որ դեմ ես եղել։ Բայց ամեն կերպ փորձում ես հորդ պաշտպանել, մեղքը Միսակի վրա ես գցում։ Չկա տենց բան։ Ես իմ մեղքի չափնել եմ գիտակցում, հորս մեղքի չափնել եմ լավ գիտակցում։ Բայց մեղքի մեծ բաժինը Միսակի վրա ես գցում։ Հարմար է, չի կարա պատասխանի, չի կարա պաշտպանվի։ Ես ասում եմ այն ինչ կա։ Սարոյանը տեղյակ է, ովքեր են այդ գողության հետևում կանգնած։ Կրկնեմ հարցս։ Սարոյանը գիտի ովքեր են գողերը։ Գիտի։ Ախպեր, ես էլ ասեցի մոռացել ես արդեն։ Քո մասին մոռանալ կլինի, 4 պատի մեջ մարդ գժվում է արդեն։ բայց քեզով ասե որ նստես տանը, դուրս արի մի քիչ ման արի։ Դե ասել են ես անի համար պիտի շատ չքայլեմ, չէ։ Չհասկացա ով է ասե չքայլես կամ ինչի համար պիտի չքայլես։ Մարդ է սպասում։ Չէ, դու բան արա, գնա նստի, ես բացեմ։ Ես կբացեմ։ Դու ես ընթացքում մտածի ինչ ես ինձ պատասխանելու, ինչա կատարվում։ Բարև ձեզ։ Բարև։ Կարելի է։ Համեցիք։ Բարև ձեզ։ Բարև։ Քննիչ Արաքելյան։ Արամ Սարգսյանը դուք եք։ Ինքն է, ինչ է եղել։ 2 օր առաջ շտապօգնությունից կանչ ենք ստացել։ Եվ հաղորդում ենք ստացել, որ ձեզ դանակահարել են։ Չհասկացա, ինչ է եղել։ Մենք մի քանի անգամ եկել ենք, բայց դուռը ոչ ոք չի բացել։ Հա, կարա լինի, որովհետև տանը չեմ լինում, բայց չեն տանակը արել, քերծվածք էր ուղակի, լուրջ բան չկա։ Կպատմեք դեպքը ոնց է եղել։ Բողոքներ ունեք, թե ոչ։ Չէ, Արաքելյան ջան, ինչ բողոք։ Դրսում չեմ էլ իմանում ովքեր էին, տենց վիճաբանություն եղավ, խոսակցություն եղավ, ուղղակի քերծվել է, լուրջ բան չկա, ես էլ ոչ մի բողոք չունեմ։ Շտապօգնությունից ասեցին, որ ինչ որ աղջիկ է զանգել։ Ու ինքն է քեզ օգնել։ Ռեբեկա։ Անունը Ռեբեկա էր։ Հիմա ինչ կարևոր է ում անունը ինչ էր, ասում եմ, ոչ մի բողոք չունեմ, կարելի է վերջ տալ ես ամեն ինչին։ Ասում եմ ուղղակի թեթև քերծվածք ա եղել այդքան բան։ Ձեզ դանակահարողին որ տեսնեք կճանաչեք, դեմքը ֆիքսել եք։ Մի շաբաթ չկա, որ ես Հայաստանում եմ։ Ու ոչ մեկի չեմ ճանաչում։ Ասում եմ ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բողոք չունեմ։ Դե ինչ ասեմ։ Վերջ տանք ես ամեն ինչին։ Շատ լավ։
Տեսություն։ Հաջողություն։ Մտածեցիր։ Դե խոսա։ Հիմա տես թե ինչա կատարվել։ Գարիկը գնացել ու խոստովանել է։ Իսկ Արմանին բաժին են կանչել են գումարի պահով։ Հիմա ես ուզում եմ, որ մենք միասին մտածենք ու հասկանանք, թե ոնց կարող ենք Արմանին օգնել։ Դե, պարոն Սարոյան, պետք է սպասենք, որ հարցաքննությունը ավարտվի։ Եվ հետո Արմանը պետք է իր թույլտվությունը տա, որ ես իր գործով զբաղվեմ։ Այդ պահով կարող ես չանհանգստանալ։ Ես կխոսեմ Արմանի հետ։ Եթե Արմանը ոստիկանության հետ գործ ունեցած չլիներ, ես հիմա այնպես կանեի, որ այս իրավիճակը իր վրա այդքան էլ բարդ հետևանքներ չթողեր։ Բայց եկեք չմոռանանք, որ հյուրանոցի գործը դեռ փակված չի։ Ու ինքն էլ պայմանական ազատության մեջ է։ Հասկանում եմ, որ բարդ է, բայց դու էլ հասկացիր, որ Արմանը մեղավոր չի։ Ու ճիշտ չի լինի, որ Գարիկի ու Միսակի խնդիրների պատճառով Արմանը տուժի։ Կներեք պարոն Սարոյան, որ խանգարում եմ, բայց դե սպասում են։ Գայանը ես ասել էի, չէ, որ բոլոր հանդիպումները հետաձգվում են։ Ասա զբաղված եմ։ Քննիչն է այստեղ։ Դե ասա թող ներս գա։ Կներես, չհարցրեցի էլ կարելի է թե չէ, բայց եթե նույնիսկ ասեիր դուրս գնամ եւ նույնա մնալու է, որ խոսենք։ Իսկ ինչ պիտի խոսենք։ Դու հարցեր ունես, չէ՞։ Իսկ դու իմ հարցերի պատասխաններն ունես։ Չգիտեմ, ինձ խնայելու համար, թե ուրիշ պատճառով դու երբեք հորդ մասին հարցեր չես տվել։ Ես տեսնում եմ, թեկուզ իրեն չճանաչելով, բայց աչքերի մոտ կարոտ կա։ Հարցեր ունես։ Իմ համար միշտ դժվար է եղել Հայկի մասին խոսելը, որովհետև Հայկը իմ սրտում չսպիացող վերք է եղել ու ամեն անգամ իր մասին խոսելիս հետ վերքը նորից սկսել է արնահոսել։ Ասա, ինչ մտածում ես, ասա։ Հələ որ քեզ եմ ուզում լսեմ։ Էս ինչ պատմություն է ու Ռեբեկան ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Գոր, արի Ռեբեկային հանգիստ թողնենք, հա։ Չէ լուրջ։ Դե ինքը այս ամեն ինչ հետ կապ չունի։ Դու մտածում ես Ռեբեկային պետք է ինձնից պաշտպանես, հա։ Ես այն ամենասկզբից էլ հասկացա, որ դուք իրար ճանաչում եք։ Ինչ ես անում։ Սուս մնա գնա այնտեղ նստի։ Գնա այնտեղ նստի։ Ալո։ Նորից բարև Ռեբեկա ջան։ Բարև Գոր։ Լավ ես։ Ես հա, բայց դու ոնց որ լավ չես։ Որ խնդրեմ, կգաս Վահեի տուն։ Գալիս ես թե չէ։ Կգամ։ Բայց ես հարցնում ինչ ա եղել։ Չէ։ Դե արի, սպասում եմ։ Մենք հիմա Արմանի խնդիրներից էինք խոսում։ Իհարկե իմ փաստաբանը Արմանի շահերը կպաշտպանի, եթե դրա կարիքը լինի։ Կլինի, անպայման։ Ես որ հիմա անձամբ ես եկել, նորություն կա։ Պարոն Սարոյան, հարցաքննության ժամանակ Արմանը ամեն ինչ պատմեց։ Գումարի հետ կապված բոլոր մանրամասները։ Ասեց, որ ձեր տպարանից է գողացվել այդ գումարը։
Ճիշտ է ասում։ Հա, ճիշտ է ասել։ Այդ դեպքում ոնց է տեն ստացվում, որ ձեր տպարանում խոշոր չափի գողություն է տեղի ունեցել ու ոչ մի հաղորդում չի եղել ոստիկանությունը։ Դե ամեն դեպքում սեփականատերը ինքն է որոշում։ Սեփական գույքի հետ կապված ցանկացած խնդրի հետ արժի դիմել ոստիկանություն, թե ոչ։ Ես չեմ բողոքել, որովհետև դրա կարիքը չի եղել։ Ինչ որ խնդիր կա։ Դուք տեղյակ եք եղել գողության մասին, իմացել եք գողերին։ Ինչի եք թաքցել։ Անձնական պատճառներով։ Գողոնը կատարվել է իմ անձնական եկամուտի աղբյուրից։ Այսինքն հիմա էլ չեք բողոքում։ Ում դեմ բողոքեմ։ Գողացողը փեսասերն այլ մահացել է։ Արմանի հետ կապված ինչ կասեք։ Այն ինչ վերաբերում է Արմանին, ես կարող եմ ասել, որ նա մաքուր է, ոչ մի բանի հետ կապ չունի։ Բայց գումարը Արմանի հաշվին է փոխանցվել։ Ձեր աշխատողն է, իմացել է ու ոչինչ չի ասել։ Ես գիտեմ ինչ է կատարվել։ Բայց ասում եմ, Արմանը այդ ամեն ինչի հետ կապ չունի։ Գողացողը մահացել է ու վերջ, թեման փակ է։ Ձեզ համար գուցե փակ է, բայց գործը փակ չի։ Ասեմ ավելին, Արմանի վիճակը գնալով բարդանում է։ Ձերբակալված է։ Դեռ ոչ։